Ողջույն գործարար ադիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանն եմ, խաղի կանոններ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության պետ Սաթիկ Ղիմոյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջերս հանձնաժողովը հրապարակեց 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը, ինչ էր ներառում այդ փաստաթուղթը։ Տարեկան հաշվետվությունը, որ հրապարակվում է հանձնաժողովի կողմից, պետք է ի սկզբանե ասենք, որ օրենքով պարտադիր սահմանված նորմ է։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը ամեն տարի մինչև մայիսի 1-ը պետք է հրապարակի նախորդ տարվա տարեկան հաշվետվությունը, որը փաստացի պետք է պարունակի 20, այս դեպքում 25 թվականի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Իրականացված վարչարության, միջազգային համագործակցության, պետական ֆինանսների օգտագործման, իրականացված գործողությունների եւ հետագա պլանների վերաբերյալ։ Այս դեպքում կրկին հանձնաժողովը, ինչպես նախորդ տարիներին, հետևելով օրենքի այդ նորմին հրապարակել է այդ փաստաթուղթը, այն պարունակում է նշվածած բոլոր ուղղությունները։ Ինչ նորարարական մոտեցումներ մենք ունենք այս տարվա տարեկան հաշվետվության տրամաբանության մեջ, կուզենա առաջին առանձնացնել, որ այս տարվա տարեկան հաշվետվությունը նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ մենք փոխել ենք կառուցվածքային տրամաբանությունը հաշվետվության։ Եթե նախորդ տարիներին մենք կենտրոնացված էինք առանձին ստորաբաժանումների, առանձին ֆունկցիաների նկարագրության վրա, որպեսզի մեր ունկնդիրներին կամ մեր հաշվետվությունը ընթերցող քաղաքացիներին ավելի հասկանալի ներ առանձին ստորաբաժանումներն ինչ գործառույթներով են զբաղված, օրինակ, գերխող դիրքի վերահսկողություն կամ ամբարխիչ մրցակցության վերահսկողություն կամ համակենտրոնացումների գնահատում։ Այս դեպքում եւ ինչ էինք մենք հավելում, այդ բովանդակությանը մենք հավելում էինք նաեւ ստորաբաժանման ղեկավարների կողմից ներկայացված հիմնական մտքերը եւ ավելացնում ենք նաեւ ստորաբաժանման ղեկավարի, այսպես ասած, տվյալները, լուսանկարը եւ այլն, ապահովելու ուղիղ կապը ընթերցողի հետ, որպեսզի ընթերցողը հասկանա, որ X պետական աշխատակիցը պատասխանատու է X գործառույթի համար եւ ընկալելի լիներ նաեւ բովանդակային հատվածը։ Այս տարի մենք փոխել ենք տրամաբանությունը, մենք վերախմբագրել ենք հաշվետվությունը այն տրամաբանությամբ, որ այն բաղկացած է մեծ գլուխներից հանձնաժողովի հիմնական ֆունկցիոնալ տրամաբանության մեջ, այսինքն մրցակցության վերահսկողություն, մրցակցության գնահատում, սպառողների շահերի պաշտպանություն։ Փաստացի այդ 3 հիմնական, բովանդակային ուղղություններն են, որոնց վրա կառուցված է հանձնաժողովի ամբողջ գործունեությունը։ Դրա համար մենք վերախմբագրեցինք այդ տրամաբանությամբ, որ սպառողներին ընդհանուր առմամբ ընկալելի լինի եւ ըստ դեպքում նաեւ ընթերցողներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընկալելի լինի, թե այդ մեծ գլոբալ ուղղության մեջ հանձնաժողովի գործառույթները վերջ-վերջո ընդհանուր առմամբ ինչ արդյունքի են բերում։ Եվ երկրորդ կետը, որ նույնպես կուզենայի առանձնացնել, դա կապված էր հանձնաժողովի հաշվետվության վերջում պատասխանատվության ենթարկված տնտեսվարող սուբյեկտների ցանկի ներկայացման հետ։ Պետք է նշենք, որ հանձնաժողովը ընդհանուր առմամբ տնտեսվարող սուբյեկտների եւ իր որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը միշտ ներկայացում է կայքում, ապահովելով թափանցիկությունը։ Ցանկացած քաղաքացի կարող է մտնել competition.am կայք եւ այնտեղ որոշումների բաժնում տեսնել ցանկացած տարի հանձնաժողովի գոյության ամբողջ ընթացքում ընդունված ցանկացած որոշում։ Բայց որpիսի մեր քաղաքացիների համար ավելի պարզ լինի, օրինակ 25 թվականի ընթացքում որ տնտեսվարող սուբյեկտներն են օրինակ մոլորեցրել սպառողներին, որ տնտեսվարող սուբյեկտներն են կատարել գերիշխող դիրքի չարաշահումներ, որ տնտեսվարող սուբյեկտներն են օրինակ գնացել հակամրցակցային համաձայնության, որովհետև հնարավոր է տեղեկատվությունը կարևոր է սպառողին, կարևոր է քաղաքացուն իր որոշումները կայացնելուց, տնտեսական որոշումները կայացնելու ընթացքում մենք հենց տնտեսվարողների տվյալները առանձին ներկայացնում ենք որպես հաշվետվության հավելված։ Այսինքն ցանկացած քաղաքացի կարող է բացել եւ հաշվետվության վերջում տեսնել իրեն հետաքրող, օրինակ, մոլորեցման հետ կապված, որ տնտեսվարողներն են, որ մոլորեցրել են սպառողների նախորդ տարի, հնարավոր է սպառողները այդ դեպքում փոխեն իրենց վարկագիծը կապված այդ տնտեսվարող սուբյեկտից գնումներ կատարելու հետ։ Կուզեի առանձնացնել տեխնիկական մի հանգամանք, որը կրկին ինձ թվում է ընթերցողների համար հետաքրքիր կլինի։ Մենք համալրել ենք տարեկան հաշվետվությունը այսպես կոչված տեղեկատվական արկղերով, ինֆոբոքսերով,
որն է հիմնական նպատակը այդ գործողության։ Հիմնական նպատակն այն էր, որպեսզի սպառող օրինակ, երբ ընթերցում է գերիշխող դիրքի մասին տեղեկատվություն, առաջին հարցը, որ նրա մոտ առաջանում է, իսկ ինչ է գերիշխող դիրքը։ Եվ որպեսզի այդ հարցի պատասխանը չստիպի ընթերցողին դուրս գալ հաշվետվությունից, գնալ փորձել ուրիշ տեղում գտնել տեղեկատվությունը վերադառնալ նույն տեքստին, մենք գերիշխող դիրքի նկարագրող հատվածում միանգամից ավելացել ենք այդ info-box-ը, որտեղ կարճ նկարագրված է թե ինչ է գերիշխող դիրքի չարաշահումը եւ տրամադրված է QR, որով անցնելուց դուք միանգամից կհայտնվեք հանձնաժողովի կայքեջային բաժնում, որը վերաբերում է գերիշխող դիրքին։ Ուղեցույցներին, հիմնական հարցերին, դիմելու ձևերին անգամ, այսինքն եթե դուք օրինակ նկատել եք այդ իրավախախտմանը բնորոշ դրսևորում, դուք ունեք հնարավորություն միանգամից հենց այդ նույն րոպեին լրացնելու դիմը, որ այս խանութում կամ այս տնտեսավարող սուբյեկտի մոտ մենք տեսել ենք խնդիր, ես տեսել եմ խնդիր, որը կարծես թե նման է ձեր կողմից նկարագրված գերիշխող դիրքի չարաշահմանը։ Այսինքն մենք փորձել ենք ապահովել հնարավոր առավելագույն ինտերակտիվ եւ քաղաքացու եւ ընթերցողի համար հարմար տարեկան հաշվետվության կառուցվածք, ապահովելով օրենքով սահմանված մեր պարտավորության կատարումը։ Համեմատելով 2025 թվականի աշխատանքները նախորդ աշխատանքների հետ, ինչ առաջընթաց է գրանցել հանձնաժողովը։ 2025-ը հանձնաժողովի համար, ինչպես նախորդ տարիները, հագեցած տարի էր, սակայն հիմնականում 2025 թվականը հանձնաժողովի գործունեության համար նշանավորվեց սպառողների իրավունքների ու շահերի ոլորտում կատարված լայնածավալ փոփոխություններով, մասնավորապես, ինչպես բազմիցս նշել ենք, հանձնաժողովը 3 հիմնական ուղղությունով փոփոխություններ իրականացվեց, առաջին հերթին ամրագրվեց հանձնաժողովի դերը որպես սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին, ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում է, որ սպառողները ունենալով ազատ ընտրության իրավունք, որը եւս ամրագրվեց 2025 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններով, այսուհետ կարող են հստակ իմանալ, թե որ մարմնի միջոցով իրականացնեն իրենց իրավունքների պաշտպանությունը։ Հանձնաժողովը որպես այդպեսին դարձավ դուալ մարմին, իրականացնելով ինչպես մրցակցության պաշտպանություն, ապահովելով մրցակցության պաշտպանությունը, այնպես էլ իրականացնելով սպառողների շահերի պաշտպանություն։ Բնականաբար օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը չսահմանափակվեց, օրենսդրական փոփոխությունները իրականացվել էին հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, հանձնաժողովը որպես կիրառող մարմին նաև պետք է մտածեր ու ներդներ այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով արդյունավետ պաշտպանություն կիրականացվեր սպառողների շահերի եւ այդպիսի արդյունավետ մեխանիզմները իրականացվեցին թվային գործիքների ներդրմամբ եւ լավարկման միջոցով, այդպիսի թվային գործիքներից է սպառողի օգնական գործիքը, որի մասին ավելի մանրամասն իհարկե կներկայացվի։ Հանձնաժողովի կողմից իրականացված օրենսդրական փոփոխությունները հիմնական 3 ուղղությամբ էին։ Առաջին հերթին սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ, ամրագրվեցին պահանջներ, որոնք տնտեսավարող սուբյեկտները պետք է պահպանեին, ամրագրվեց սպառողի ազատ ընտրության իրավունքը, որի իրացման ուղղված գործիքակազմեր ներդրվեցին, ինչպես նաև փոփոխություններ կատարվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում, որը արդեն փոփոխությունների արդյունքում տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենք է, օրենքը համալրվեց սպառողների դեմ ուղղված նոր իրավախախտումներով, որոնց համար նաև սահմանվեցին տնտեսավարող սուբյեկտների համար պատասխանատվության միջոցներ։ Միաժամանակ օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին նաև մրցակցության պաշտպանության ուղղությամբ, լավարկվեցին արդեն իսկ գործող մեխանիզմներ, ինչպես նաև ներդրվեցին նոր իրավական մեխանիզմներ։ Ամփոփելով կարելի է նշել, որ 2025 թվականի հիմնական ձեռքբերումը սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ հանձնաժողովի իրականացրած թե օրենսդրական փոփոխությունների եւ թե դրանց արդյունավետ կիրառման ուղղված գործիքակազմի եւ մեխանիզմների ներդրումն ու դրանց զարգացումներ։ Կարծես թե դուք շեշտադրեցիք այն մեխանիզմները եւ գործիքները, որոնք նոր են եկել հանձնաժողով, իսկ ավանդական ուղղություններում հաշվի առնելով նաեւ օրենսդրական փոփոխությունները, ինչ առաջընթաց է գրանցել հանձնաժողովը։ Հանձնաժողովը նաև օրենսդրական փոփոխություններով որոշակիորեն անդրադարձավ մրցակցության պաշտպանությանն ուղղված կարգավորումների լավարկմանը եւ որոշակի փոփոխություններ իրականացվեցին այս ուղղությամբ։ Մասնավորապես հանձնաժողովի լիազորությունները համալրվեց միջանկյալ միջոց կիրառելու լիազորությամբ։ Ինչ է միջանկյալ միջոցը։ Միջանկյալ միջոցը դա բացառիկ իրավիճակներում, երբ մրցակցությանը անվերականգնելի վնաս հասցվելու վտանգ է հանձնաժողովը արձանագրում վարույթի ընթացքում, հանձնաժողովը
հանձնաժողովի լիազորությունն է կիրառելու որոշակի միջոցներ կանխելու այդ վտանգը։ Միջանկյալ միջոցը հանձնաժողովը հասկանում էր ինքնին օրենսդրական փոփոխությունները մշակելիս եւս, որ բացառիկ միջոց է, այսինքն ինչպես աշխարհի տարբեր երկրներում եւ ԵՄ-ում գործող կարգավորումները, միջանկյալ միջոցը չի կարող կիրառվել յուրաքանչյուր գործով։ Միջանկյալ միջոցը կիրառելիս հանձնաժողովը պարտավոր է հիմնավորել շուկային մրցակցությանը պատճառվելիք անվերականգնելի վնասի վտանգը։ Նման պայմաններում հանձնաժողովը օրենսդրական կարգավորումները մշակելիս նախատեսեց միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունը միայն այն իրավախախտումների դեպքում, որոնք ծանր կամ առավել ծանր իրավախախտումներ էին, մասնավորապես միջանկյալ միջոց կիրառելու լիազորությունը հանձնաժողովը կարող է օգտագործել հակամրցակցային համաձայնությունների գերիշխող դիրքի չարաշահման, ինչպես նաև գնումների շրջանակում պետական մարմինների հակամրցակցային գործողությունների դեպքում, այսինքն շրջանակը բավականին սահմանափակ նախատեսվեց օրենսդրական փոփոխություններով, այդուհանդերձ այս գործիքը կարևոր գործիք է, որպես այդպիսին արդյունավետ մրցակցության պաշտպանության նկատմամբ արդյունավետ լիազորությունները իրականացնելու եւ առհասարակ մրցակցության նկատմամբ վերահսկողությունը արդյունավետ իրականացնելու համար հարկ է նշել, որ մենք պրակտիկայում արդեն ունենք դեպք, երբ հանձնաժողովը որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու մասին, այսինքն արդեն իսկ ներդրված լիազորությունները հանձնաժողովը արդյունավետորեն իրականացնում է։ Մեկ այլ փոփոխություն ուղղված էր համակենտրոնացումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից որպես այդպիսին համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու դեպքերի կրճատմանը նախատեսվեցին անձանց խմբի հիմքերի փոփոխություններ, որոնցով այժմ տնտեսավարող սուբյեկտները որոշ դեպքում չունեն պարտականություն հանձնաժողովին համակենտրոնացումը հայտարարագրման ներկայացնելու։ Սա ավելի շատ ուղղված էր տնտեսավարող սուբյեկտների համար վարչարարական բեռի նվազեցմանը։ Ինչպես նաև փոփոխություններ իրականացվեցին արդեն իսկ նախորդիվ ներդրված օրենսդրական կարգավորումների շրջանակում բանակցային ուժեղ դիրքի չարաշահում հանդիսացող ուժ վճարումների դեպքերի մասով, մասնավորապես բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքի համար վճարումները ուշացնելը կոնկրետ օրենքով սահմանված ժամկետներով եւ այս դեպքերի համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ, հանձնաժողովը որոշակի փոփոխություններ մտցրեց այս ուղղությամբ եւս ընդհանուր առմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում կատարված փոփոխությունները եւս ուղղված էին հանձնաժողովի լիազորությունների առավել արդյունավետ իրականացմանը։ Այս տաղավարում բազմիցս քննարկել ենք սպառողների շահերի պաշտպանության համակարգի գործընթացները եւ ամփոփելով 2025 թվականի աշխատանքները, ինչ կարևոր փոփոխություններ կամ հիմք դրված արդեն իսկ գործիքներ կան այս ասպարեզում։ Մի փոքր ավելի հետ գնանք, առհասարակ քննարկելով օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության աղբյուրները, ինչպես գիտեինք, մինչև օրենսդրական փոփոխությունները որպես այդպիսին սպառողների շահերի պաշտպանությունը իրականացվում էր ոչ կենտրոնացված, այսինքն տարբեր մարմիններ ունեին տարբեր լիազորություններ սպառողների շահերի պաշտպանության իրականացման ոլորտում եւ որոշակիորեն սպառողների համար անհասկանալի էր, թե կոնկրետ իր իրավունքի իրացումը որ մարմնի միջոցով կարող է իրականացնել։ Օրենսդրական փոփոխությունները բացի սրանից նաև ուղղված էին առհասարակ սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության ամբողջական ու կենտրոնացված համակարգի ձևավորմանը։ Եվ այս նպատակով հանձնաժողովը որպես այդպեսին արդեն օրենսդրական մակարդակում իրականացնում է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունը։ Որպես կենտրոնական մարմին հանձնաժողովը իրականացնում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրավասություն ունեցող այլ մարմինների հետ համագործակցությունը եւ այդ կոմունիկացման ապահովումը եւս հանձնաժողովի կողմից օրենսդրական փոփոխությունները նաև իրականացվել են ի կատարում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, ինչպես գիտենք, ՍԵՊԱ-ի համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի ուղղություններով պարտականություններ, սրանք ներառում են նաև սպառողների շահերի պաշտպանության ուղղությունը եւ հանձնաժողովը արդեն մի շարք պարտավորություններ, որոնք նախատեսված են իրավական ակտերի ընդունման եւ դրանց արդյունավետ կիրառման ձևով իրականացրել է։
Սպառողների շահերի ուղղությամբ, ինչպես նշեցի, օրենսդրական փոփոխություններով համալրվել եւ ներդրվել են նոր իրավախախտումներ, սահմանվել են նոր իրավախախտումներ եւ նախատեսվել են նոր պահանջներ տնտեսավարող սուբյեկտների վարքագծի ներկայացվող։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքով սահմանվել է անարդար առևտրային գործելակերպը որպես սպառողների դեմ ուղղված իրավախախտում իր բոլոր դրսևորումներով։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն է լրացվել, որով նախատեսվել է ինչպես սպառողի ազատ ընտրության իրավունքը, այնպես էլ մի շարք պարտադիր պահանջներ, որոնք տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեության իրականացման ընթացքում պետք է պահպանեն։ Նույն օրինակ ամենավառ օրինակներից է հանձնաժողովի օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվեցին եւ համալրվեցին այն պահանջները, որոնք վերաբերում էին օրինակ միանալու պայմանագրերին, միանալու են համարվում յուրաքանչյուր այն պայմանագրերը, որոնց դեպքում կողմը բանակցելու հնարավորություն չունի, սպառողը բանակցելու հնարավորություն չունի, սրանք ամենաառօրեական դեպքերն են, օրինակ երբ տոմս եք գնում համերգի եւ այլն, դուք ընդունում եք պայմանները, որպես այդպեսին կնքում եք միանալու պայմանագրեր եւ հնարավորություն չունեք բանակցելու, այս դեպքերում տնտեսավարող սուբյեկտները պետք է ունենան որոշակի պահանջներին համապատասխանող վարքագիծ եւ այդ պահանջները սահմանվեցին սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով։ Սահմանվեց նաեւ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվությունը խախտումների դեպքում եւ նաեւ ինչպես նշեցի ներդրվեց թվային գործիքներ, որոնց միջոցով արդեն ապահովում է օրենսդրական փոփոխությունների շրջանակում ներդրված պահանջների պահպանումը եւ սպառողների շահերի եւ իրավունքների արդյունավետ իրականացումը։ Ձեր գործընկերը թվարկեց այդ օրենսդրական կարևոր փոփոխությունները, որը եղել են սպառողների շահերի պաշտպանության համակարգում, բայց իրական կյանքում օրենսդրություն ընդունել եւ օրենքներ ընդունելը այլ է, կիրառելը այլ։ Իրական կյանքում որքանով են կիրառվել դրանք։ Առաջին հերթին իրոք պետք է համաձայնեմ, որ օրենքի ընդունումը ինքնին չի նշանակում երկրում քաղաքացիների համար կյանքի որակի փոփոխություն։ Բայց օրենսդրական փոփոխությունների ու սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորման հիմքում մենք դրել ենք նպատակը ավելի պաշտպանված սպառող ունենալու, ոչ թե ավելի լավ մոտարկված օրենսդրություն ունենալու։ Հետևաբար մեր համար էր հիմնական նպատակը այն, որ մենք ունենանք այդ վերջնարդյունքը։ Այստեղ պետք է մի կարևոր ընդգծում անեմ, որ փաստացի օրենսդրությունը ընդունվել էր ազգային ժողովի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին եւ ուժի մեջ էր մտել օգոստոսի 1-ին։ Այսինքն խոսքը գնում էր տարվա արդեն երկրորդ կեսի մասին, երբ մենք կիրառել ենք փաստացի օրենսդրությունը, ու այստեղ մենք կարող ենք քննարկել այն նախնական արդյունքները, որ մենք տեսել ենք այդ կես տարիների եւ արդեն 2026 թվականի այս մի քանի ամիսների ընթացքում։ Առաջինը ինչ կուզենայի ընդգծել, դա այն էր, որ հանձնաժողովը իր վարութային վարչարական լիազորությունները ինչպես նախկինում, հիմա կիրառում է նաեւ այս մասով։ Դրա համար հանձնաժողովը կատարեց նաեւ կառուցվածքային փոփոխություն։ Մենք ձևավորեցինք առանձին սպառողների շահերի պաշտպանության վարչություն, որը զբաղվելու էր միայն այդ հարցերով, որպեսզի ունենայինք կոնսոլիդացված մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներ սպառողների խնդիրների օրինակ, այս դեպքում կրկին հիշելով էլեկտրոնային հարթակի հանգամանքը, որը գործընկերս նշեց, այդ հարթակի հետ կապված գործընթացների կազմակերպման, ինչպես նաեւ վարչարության իրականացման համատեքստում։ Եվ պետք է նշենք, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ 2025 թվականի հանձնաժողովն արդեն հասցրել էր 53 վարույթ դիարկել այդ նոր օրենսդրական փոփոխությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ օրենսդրական փոփոխությունների մշակման փուլում արդեն մենք հասկանում ենք, որ գաղափարը, որ մենք վերացվում ենք մեկ կենտրոնական պատուհանի սպառողների ցանկացած բողոքի համար, կարող էր պարունակել մեծ սպառողական բողոքների հոսքի առկայության ռիսկի, այսինքն մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ սպառողը անգամ հանձնաժողովի հետ չկապված խնդիրներով դիմեր հանձնաժողովին, ինչը իրականում մեր նպատակներից մեկն էր, տրամաբանական շարունակությունն էր, որտեղ մենք այս պահին էլ շարունակում ենք աջակցել սպառողներին, որպեսզի նրանք դիմեն հանձնաժողովին ցանկացած իրենց խնդրով, որովհետև եթե անգամ դա վերաբերում է այլ պետական մարմնին, մենք արդեն ինքներս կկոմունիկացնենք դա այլ պետական մարմնի հետ։ Մենք հանդիսանում ենք հենց այդ մեկ պատուհանը ցանկացած սպառողական խնդիր ներկայացնելու համար։ Եվ այստեղ միանժամանակ երկու հարցեր առաջանում։ Ինչպես կարգավորել է այդ ռիսկը կապված մեծ հոսքի հետ, առկա մարդկային ռեսուրսների պայմաններում, եւ երկրորդը ինչպես համակարգը դարձնել ավելի մարդակենտրոն, ավելի սպառողակենտրոն։ Լուծումը գտնվեց էլեկտրոնային հարթակի ձևավորման միջոցով։ Մենք ստեղծեցինք սպառողի օգնական գործիքը, որը այս պահին էլ գործում է competition.am կայքում։ Ցանկացած սպառող կարող է բացել competition.am կայքը, այնտեղ կապույտ մեծ կոճակ կա սպառողի օգնական, որի միջոցով դուք կարող եք մուտք գործել եւ ներկայացնել ձեր բողոքը։ Ինչու՞մն է այս համակարգի հիմնական իմաստը։
Երբ դուք մուտք եք գործում սպառողի օգնական հարթակ, ընդհանրապես մեկ անգամ գրանցվում եք եւ հետո ձեզ համար ազատ ոճով ներկայացնում եք ձեր խնդիրը, ինչ է անում հանձնաժողովը։ Առաջին քայլը որ անում է, ուղարկում է ձեր խնդիրը տնտեսավարող սուբյեկտին, ում մոտ առաջացել է այդ խնդիրը։ Ասելով խնդրեմ, տես, ես տեսել եմ խնդիրը, ես գիտեմ խնդրի մասին որպես պատասխանատու պետական մարմին, բայց դուք ունեք 14 օրյա ժամանակահատված, որպեսզի խնդիրը լուծես արդեն այս փուլում։ Եթե 14 օրվա ընթացքում խնդիրը լուծվում է, սպառողը ունենում է, բավականին արագ լուծված իրավիճակ, մենք ունենում ենք նաև ոնց որ սպառողի բավարարվածությունը խնդրի լուծման իմաստով։ Եթե խնդիրը չի լուծում 14 օրյա ընթացքում, մենք փոխանցում ենք խնդիրը մեր հետ փոխկապակցված մեր հետ աշխատող հասարակական կազմակերպություններին եւ իրավաբանական ընկերություններին, որովհետեւ իրենք իրենց գործիքակազմով փորձեն գործընթացին ներառվել։ Եթե խնդիրն անգամ այդ փուլում չի լուծվում, հանձնաժողովը արդեն դիտարկում է վարչարություն իրականացնելու հնարավորությունը այդ կոնկրետ кейսի դեպքում, այդ կոնկրետ իրավիճակի դեպքում։ Այստեղ կրկին կար երկու նպատակի համադրում։ Մի կողմից մենք փորձում էինք ձևավորել ավելի էֆեկտիվ համակարգ սպառողների կոմունիկացիայի համար, մյուս կողմից մենք ուզում էինք գեներացնել նաև տվյալների համապարփակ բազա, թե որ ոլորտներում են օրինակ հիմնական խնդիրները, որ սպառողներին արձանագրում են կամ որ ոլորտներում են, որ հնարավոր է կա օրինակ օրենսդրական բացերի արկայություն, որոնք որ բերում են այդ սպառողական խնդիրներին։ Որպես արդյունք պետք է նշենք, որ մենք արդեն ունեցել ենք ավելի քան 300 բողոքներ սպառողների կողմից, որոնց կեսից ավելին լուծվել է հենց առաջին փուլում։ Ինչը նշանակում է, որ տնտեսարարող սուբյեկտներն էլ են իրականում պատրաստ խնդիրների լուծմանը, ուղղակի նախկինում չկար այդ էֆեկտիվ կոմունիկացիոն տարբերակը։ Երբ դուք ընդհանրապես մի քանի բառ գրելով ձեր խնդիրը նկարագրեցիք, տնտեսվարողը մի քանի ժամում ստացավ խնդիրը, հասկացավ եւ լուծեց ձեր համար այդ խնդիրը։ Այստեղ պետք է նշեմ, որ մենք ունեցել ենք նաև փոխհատուցման դեպքեր, այսինքն խնդիրի լուծումը միայն օրինակ սպառողին պարզաբանում ներկայացմամբ չէր ավարտվում։ Մենք ունեցել ենք ավելի քան 700,000 դրամ մեկ սպառողի փոխհատուցման դեպք կամ 500,000 դրամ փոխհատուցման դեպք, եւ սպառողը դիմել էր հարթակի միջոցով, սպառողի օգնականի միջոցով, ներկայացրել էր իր խնդիրն, ասել էր, որ նա կատարել է վճարում այս ծավալով, այս ծառայության ձեռքբերման համար ունեցել է այսպիսի խնդիրներ։ Եվ տնտեսարարող սուբյեկտն ասել էր լիովին ընդունում եմ իմ սխալը, խնդրեմ փոխհատուցում եմ ամբողջ ծավալով։ Այսինքն սպառողը փաստացի իր եւ Հայաստանի Հանրապետության տնտեսության պայմաններում 700,000-ի գործարքը փոքր գործարք չէ, խոշոր գործարքի դեպքում ունեցել էր խնդիր ու այդ խնդրի լուծումը տևել էր ընդամենը 14 օր։ Միայն այն համակարգի հաշվառմամբ, որ գոյություն ունի այդ սպառողի օգնական գործիքը։ Ու այս դեպքում էլ այս պայի դրությամբ էլ մեր եթերն օգտագործելով կրկին ուզում եմ աջակցել մեր սպառողներին, դիմել մեր սպառողներին, տեղեկացնելով նրանց, որ նրանք իրենց ցանկացած խնդրով, ցանկացած պահի 24 ժամ, շաբաթը 7 օր կարող են դիմել սպառողի օգնական գործիքի միջոցով։ Անհրաժեշտ է ուղղակի գրանցվել հարթակում մեկ անգամ, որից հետո այնտեղ ընդհանուր ձեր համար տրամաբանությամբ եւ ձեր համար ոճով դուք կարող եք ներկայացնել ձեր խնդիրը։ Այնտեղ ավելին մենք հիմա մշակել ենք նաև առանձին հիմնական խնդիրներին վերաբերող ձևանմուշների տարբերակներ, օրինակ հագուստի հետ կապված, ուղղափոխադրման հետ կապված, առաքման հետ կապված խնդիրներ, որոնց դեպքում հարցաշարն այնպես է խմբագրված, որ դուք ել ավելի արագ կարող եք լրացնել այդ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում ուղղակի չեք բոքսերում նշելով խնդրի բովանդակությունը, օրինակ ուշացում է տեղի ունեցել, ուշացել է այսքան օրով, պատվիրել եմ այսօր եւ ընդհանրապես 2-3 րոպեվա ընթացքում դուք ներկայացնում եք խնդիրը եւ 14 օրվա ընթացքում ձեր խնդիրը կարող է արդեն լուծված լինել։ Անկամ եթե լուծված չլինի, մենք կոմունիկացնենք ձեր խնդիրը հասարակական կազմակերպությունների, իրավաբանական ընկերությունների հետ, որոնք օգնեն ձեզ ձեր խնդրի լուծման հարցում։ Անկամ եթե վերջնարդյունքում բարձրի, որ դա անհատական խնդիր է, հանրային շատ չի պարունակում, ցանկացած խնդիր, անկախ ոլորտից, անկախ բովանդակությունից, ցանկացած խնդիրը կարող է ներկայացվել սպառողի օգնական գործիքի միջոցով։ Եվ այս պայմանությամբ կարևոր արձանագրումը, որ մենք ունենք սպառողների շահերի պաշտպանության իմաստով, այդ հենց համակարգի էֆեկտիվ արդեն կայացած գործունեությունն է, որն իր առաջին արդյունքները ցույց է տվել բավարարված սպառողներով եւ լուծված խնդիրների այդպիսի քանակով։ Դուք գրեթե ամբողջությամբ ամփոփեցիք 2025 թվականի կատարված աշխատանքները, իսկ 2026 թվականի աշխատանքների համար հանձնաժողովը ինչ առաջնահերթություններ է առջև դրել։ Տեսեք, առաջինը իհարկե կրկին, ինչպես կարմիր թելով մեր ամբողջ քննարկման ընթացքում անցավ սպառողների շահերի պաշտպանության հարցը։ Մենք իրականացրել ենք առաջին փուլի ամբողջական տեղայնացումը, կիրարկումը, հարթակի ձևավորումը, բայց պետք է նշենք, որ սպառողների շահերի պաշտպանության համակարգը դեռ ամբողջական չէ։ Դեռ կան օրենսդրական փոփոխություններ, որ պետք է իրականացնել, դեռ կան կիրարկման իմաստով, մեթոդաբանական եւ հենց պրակտիկ կիրառման խնդիրները, որոնք պետք է լուծվեն, որոնք մեր համար 2026 թվականին առաջնահերթություն են։ Մեր համար կարևոր է 2026 թվականի արդյունքով ունենալ ամբողջապես տեղայնացված գործող սպառողների շահերի պաշտպանության համակարգ։
Այս իմաստով արդեն ունենք նախնական արդյունքներ, հաշվառնելով 2026 թվականի հունվարին ազգային ժողովի կողմից ընդունվեց արդեն երկրորդ փաթեթը սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ, որը իր մեջ ներառում էր պայմանագրերում անարդար պայմաններին վերաբերվող կարգավորումներ, հեռավար պայմանագրերին վերաբերվող կարգավորումներ, համատական գովազդին վերաբերվող կարգավորումներ։ Այստեղ կերկին մենք ել ավելի ամրապնդում ենք մեր օրենսդրական դաշտը, ինչը նշանակում է, որ այս պայդրությամբ էլ հանձնաժողովը մի կողմից բարձրացնում է նախկինում ընդունված ակտերի կիրարկման արդյունավետությունը, մյուս կողմից արդեն կազմակերպում է նոր ակտերի կիրարկումը։ Դրանից զատ մրցակցային դաշտում կարևոր է ընդգծել թվային շուկաների առկայությունը եւ դրանց մասով հանձնաժողովի եւ ընդհանրապես պետական մարմինների կարգավորման, խստացման, մշակման որոշ դեպքերում օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտությունը։ Եվ այստեղ կերկին հանձնաժողովը մեծ անելիք ունի եւ նպատակներ ունի 26 թվականի հետ կապված, թե սեփական վարչարության կիրառման իմաստով, թվային հատակների ոլորտների ավելի կարգավորված եւ ավելի թափանցիկ ու արդար միջավայրի ձևավորման իմաստով, թե այլ պետական մարմինների հետ համագործակցության ոլորտի ընդհանուր կարգավորման անդրադառնության մեջ ավելի արդյունավետ համակարգների ձևավորման համատեքստում։ Եվ երրորդ ուղղությունը, որ ես կուզենայի նշել, դա հանձնաժողովի ռազմավարական պլանավորման խորացումն է։ Այս դեպքում մեր հիմնական նպատակը հանձնաժողովի արդեն իրականացված գործառույթների եւ նոր ձեռք բերված գործառույթների արդյունավետ եւ այս դեպքում հերանեկարային, երկարաժամկետ համադրումն է, որտեղ փաստացի հանձնաժողովը ավելի քան 20 տարի ուներ մրցակցության պաշտպանության ֆունկցիան, որը ավանդական էր հանձնաժողովի համար։ Հիմա հանձնաժողովն ունի նոր ֆունկցիա կապված սպառողների շահերի հետ, հիմնական նպատակը թե ռեսուրսների օգտագործման, թե գաղափարախոսական, թե հանձնաժողովի աշխատանքների համակարգման իմաստով լինելու է էֆեկտիվ համադրումը նոր գործառույթների եւ ավանդական գործառույթների ռազմավարական պլանավորման համատեքստում, որովհետեւ մենք ունենանք մեկ միասնական ռազմավարական տեսլական, մեկ միասնական հստակ ուղեգիծ, որը կապահովի մի կողմից սպառողների շահերի պաշտպանությունը, մյուս կողմից մրցակցության պաշտպանությունը։ Շնորհակալություն, հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, սա խաղի կանոններ հաղորդաշարներ, ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։